վտանգ կա, միլիոն տոկոս համաձայն եմ, Հայաստանը անվտանգ երկիր չի այս պահին, չէ, բայց ինչպես պիտի երաշխավորես ապահովություն, երբ որ մարդկանց անընդհատ վախի մեջ ես պահում։ Ես միշտ խուսափում եմ հիստերիկ հայտարարությունները գրկնելու կամ արձագանքելու։ Ավելի լավ է, որ անդեսենք, ինձ թվում է։ Բարև ձեզ, գրադարանում այսօր զրուցում ենք EVN Report-ի հիմնադիր խմբագիր Մարիա Թիթիզյանի հետ։ Բարև ձեզ, Մարիա։ Ողջույն։ Ընտրություններն ավարտվեցին, լրագրողական դաշտը շատ ակտիվ էր աշխատում եւ դուք նույնպես ունեիք մի քանի հատուկ նախագիծ, հատկապես այդ հարցումները, որ պարբերաբար անում էիք եւ հարցումների պակասության պայմաններում շատ նաեւ այդ պայմաններում շատ մեծ տարածում էին գտնում դրանք։ Մի քիչ պատմեք ձեր աշխատանքի մասին, ինչ արեցիք այս վերջին 2-3 ամսում ընտրությունների հետ կապված։ Ճիշտ ասած, մենք դեկտեմբերից սկսել էինք այդ հարցումների շարքը, որ ուզեցինք անել, 4 հատ ենք արել, դեկտեմբերի կեսերին սկսանք եւ մինչեւ ընտրությունները 4 հատ առանցին հարցախույզեր արեցինք։ Այդ մշակույթը շատ կարևոր է, ոչ միայն ընտրությունների ժամանակ առհասարակ։ Իմ տեղեկության բան ունենք, բաց ունենք Հայաստանում, չէ՞, շատ անգամ մարդիկ որոշումներ պիտի կայացնեն, բայց պետք է կայացնեն դեղեկացված, չէ՞, գիտելիքների վրա։ Մտածեցինք շատ հետաքրքիր կլինի, որ շատ ճիշգրիտ մեթոդաբանությամբ փորձված սխեմայով անենք այս հարցումները։ Չէի պատկերացնում ինչքան դժվար է դա անել, ճիշտ ասած։ Այդ առաջին անգամը չէր, չէ՞։ Չէ, մենք 2021-ին արեցինք, մի հատ արեցինք եւ ոչինչ, բայց երբ որ 4 հատ ես անում եւ ամիսը մի անգամ պետք է հրաբարակես, հա, այդ լարված աշխատանք է պետք եւ մենք մեխանիզմներ ներդրեցինք, որպեսզի արձագանք պատասխանները բան լինեին, այնտեղ խնդիր չլիներ։ Քանի որ մենք գիտենք, որ Հայաստանում շատ կան փոլեր, հա, հարցախույզեր, որ ոչ գիտենք ովքեր են պատվիրել, ոչ գիտենք մեթոդաբանությունը ոնց է, թվերը չեն համապատասխանում իրականության հետ, ուզեցինք ավելի կոնկրետ անել եւ այս անգամ արեցինք ինչ-որ բան, որ անգլերեն կոչվում է additive index։ Այսինքն, քանի որ Հայաստանում կա շատ մեծ զանգված չկողմնորոշված քվեարկողների, մոտ 37%, շատ դժվար է կանխատեսել, թե բնակչությունը ինչպես քվեարկե։ Չէ՞, քանի որ 37% ասում կամ հրաժարվում է պատասխանել, կամ չգիտի։ Չի կողմնորոշված։ Ուրեմն մենք այդպիսի նոր additive index-ը ներդրեցինք, որ առաջի անգամն էր Հայաստանում, որովհետեւ կարողանանք այդ 37%-ի բանը կողմնորոշումը կարողանանք կանխատեսել, որ օրինակ այդ 37%-ի 50%-ը պիտի գնա դեպի քաղաքացիական պայմանագիր կամ դեպի ընդդիմության ուժերին եւ այլն, եւ վերջում բարձրացվեց, որ մեր հարցախույզը ամենը մոդներ իրականության։ Մենք ասեցինք, որ քաղաքացիական պայմանագիրը 45-ից 54%-ի արանքում պետք է որ քվեհավաքի եւ այդպես էլ եղավ։ Նախընտրական շրջանում իրոք շատ էին հարցումներ եւ դուք մի քիչ այդ մասին խոսեցիք, որ նույնիսկ արգելվում են լրության օրը եւ ընտրության օրը հարցումներ հրապարակելը, որ ընդհանրապես մանիպուլացվում էին ինչ-որ դեպքերում կամ անհասկանալի հարցումներ էին գալիս։ Այդ դաշտում ինչպես եք ձեզ զգում, այսինքն զգում եք, որ ասենք որևէ քաղաքական ուժ վերստում եւ ձեր հարցումը օգտագործում է կամ այդ մտահոգությունը կար թե չէ։ Միշտ կա այդ մտահոգությունը, մանավանդ կարծում եմ քաղաքացիական պայմանագրի որոշ պատգամավորներ օգտագործեցին, քանի որ երբ որ տեսան իրենց թվերը բավական բարձր էին, սկսան տարածել, բայց հիմա իրականության վրա հենված էր, նենց չէր, որ մենք հորինում ենք։ Հիշում եմ, որ ուժեղ Հայաստաններ հարցումներ անցկացրել է, որ Սամվել Կարապետյանեն ստանում են քվեների 57%, ԿՊ-ն, չգիտեմ, 39%, ասեն ուզում եմ հասկանալ որտեղից են այդ թվերը։ Պիտի որ հարցումների վրա լինի, չէ, ինչ որ հատուկ քանակ կա, այդ քանակը պետք է ապահովես,
մի խոսքով։ Նաև մեթոդաբանություն Երբ որ չեն հրաբարագում մեթոդաբանությունը, չես կարող վստահել դրան։ Եվ այսօր կա Gallup, չէ, որ շատ խոսում ենք սրա մասին, բայց գեղձ Gallup-ն ենք ասում, քանի որ իրենց թվերը երբեք չեն համապատասխանում իրականություն, եւ ինձ համար հետաքրքիր է, որ ընտրություններից հետո մեկը չի ասում, որ այնգեր ինչ եղավ, ձեր հարցումների պատասխանը ընդհանրապես իրականության հետ կապ չուներ։ Մենք մոռանում ենք, շատ արագ մոռանում ենք, անցնում ենք առաջ։ Առնվազն հասարակության մոտ վստահության խնդիր պետք է լինի։ Այո։ Իսկ ընտրությունների օրը նաև չունեցանք exit poll։ Այո։ Եվ չգիտեմ, մտածում էիք այդ մասին եւ ինչ հսկայական աշխատանք է, դա մեր կորձը չէ իրականության մեջ, կամ առանցին բիզնես պիտի բանձենք polling-ի հետ կապված, բայց հա, երբ որ ընտրադեղամասեր, բոլոր ընտրադեղամասերում եթե ուզում ես մարդ ունենաս եւ այլն, այդ Երանի ունենա, բայց գեղամ դու էլ հավանաբար տեսար, որ Facebook-ում մանավանդ մարդիկ ըստ exit poll-երին ուզում ես ով է անում այս exit poll-երը, դու տեղյակ ես։ Ընտրության օրը տեսել եմ ինչ որ գրառումներ, բայց չգիտեմ։ Չէ, գրառումներ ես էլ եմ տեսել, բայց չգիտեմ ով է անում եւ աղբյուր չեմ տեսել ճիշտն ասած։ Արդեն հետընտրական շրջանում ենք, արդեն եթե ամփոփենք մեր աշխատանքը ընդհանուր ինչ եք կարծում, ինչ հաջողվեց անել լրագրողներին, լրատվական դաշտին եւ որտեղ ծախողվեցինք։ Եթե մեր կորզարույթը հասարակության լուսաբանել, դասերակել, գրթել, դեղեցություն հաղորդել, երևի շատ լավ չաշխատեցինք, բայց չգիտեմ եթե դա մեր կորզարույթն է, ես ընտրադեղամաս որ գնացի քվեարկության օրը եւ տեսա մեր տատիկ պապիկները սենց շփոթված, չգիտեն ոնց պիտի քվեարկեն եւ այլն process-ը իրենց համար բարձ չէր։ Երևի բավարար լուսաբանում չեղավ, թե ընտրության օրը ինչպես պետք է քվեարկեք, ոչ ինչպես պետք է քվեարկեք, այսինքն ընթացքը process-ի մասին, ոչ ում պիտի քվեարկեք։ Մենք դուք շատ աշխատել եք մեդիա քրագիտության հետ կապված։ Ինձ թվում է, որ մենք այդտեղ չկարողացանք մրցել վճարովի կովասներին, որ հայտնվեցավ սոցիալական ցանցերում եւ տարածվեցին այնպիսի խոսույթներ, այնպիսի նարատիվներ, որ ութեմ առնելը շատ դժվար էր։ Մենք անընդհատ զգում եմ միշտ օվկիանոսի մեջ սենց ընկղմելու վիճակում ենք, անընդհատ փորձում ենք մեր կուլը վեր պահենք, բայց չենք կարողանում մրցել այդ իսկապես շատ մեծ էր այդ հոսքը, այդ գեղձ նարատիվների եւ վախի մթնոլորտ ստեղծելու դրա թեմ պայքարել շատ դժվար էր, Քեղամ ջան, դու ել գիտես ինչքան ես միշտ մտածում եմ, որ իմ կորձարույթս լավ լրագրող լինելն է, լավ հարթակ ունենալն է, ճիշտ լուրեր հաղորդելն է, բայց երբ որ դու պայքարում ես այդ բանի մեջ շատ դժվար էր։ Այսօր հրապարակվել է օրինակ ԵԱԿ ԺՀՄԳ-ի դիտորդական առաքելության զեկույցը եւ իրենք ասում են օրինակ մեդիայի մասով, որ խոսում են, ասում են լրատվամիջոցները կուսակցությունների կողմից կամ դաշինքների կողմից օգտագործվել են փոխադարձ վիրավորանքների եւ պարախտող նախընտրական հռետորաբանության տարածման համար եւ ավելի քիչ ուշադրություն են դարձրել ընտրական ծրագրերին եւ ըստ էության արդյունքում սահմանափակվել է, սա գնահատականն է, սահմանափակվել է ընտրողների տեղեկացված ընտրություն կատարելու հնարավորությունը։ Մամուլը հասարակության հայելին է նաեւ, չէ՞, այսինքն մենք գիտենք, որ ավանդական եթե նայենք, մենք ընդհանրապես նայում ենք կուսակցության ղեկավարը ով է, չէ՞, ղեկավարով ենք պայմանավորում մեր որոշումը եւ այլն եւ շատ քիչ է որ ծրագրերին ենք հետեւում, բայց ասեմ, որ 18 կամ 19 գուսակցություն եւ ալյանս որ գար, մեկ մասը նույնիսկ ծրագիր չէին հրապարակել, անլուրջության քակատնագետներ, եթե մասնակցում ես ծրագիր ունեցիր, բայց մենք օրինակի համար մենք բոլորի ծրագիրները նայել ենք, ովքեր հրապարակել են եւ իրենց ասենք թե արտաքին քաղաքականությունը, անվտանգության հետ կապված առողջապահությունից մինչև, չգիտեմ, գրթական համագարքի իրենց գեցվածքի իրենց ծրագիրը ներկայացրել ենք։ Թե ով է կարդացել, չեմ կարող ասել, բայց այո, մենք լավ չաշխատեցինք եւ
ես միշտ խուսափում եմ հիստերիկ հայտարարությունները գրկնելու կամ արձագանքելու։ Ավելի լավ է որ անդեսենք, ինձ թվում է, բայց կան նաև լրատվամիջոցներ, որ կուսակցությունների կողմից ցավոք սրտի եւ ընդգծում է այդ մասին, նաև զեկույցում կա որ կողմ էին պահում շատ լրատվամիջոցներ։ Հա, եւ բևեռացվածության մասին կա խոսակցություն։ Բայց բևեռացումը կա մեր հասարակության մեջ։ Ես որպես քաղաքացի, ես էլ ունեմ իմ կարծիքս, ես շատ եմ աշխատում իմ վրա, որ զսպեմ իմ կարծիքս հայտնելու։ Չնայած օֆիսում մեր գրասենյակում հաճախ հայտնում եմ կարծիք, բայց հանրային երբով փորձում եմ չհայտնել կարծիք, ինչքան որ դա դժվար է։ Եվ ապրում ենք այնպիսի ժամանակներում, որ անընդհատ զգում ենք չնայած որ հիմա մի քիչ ավելի հանգիստ ենք, մի քիչ, բայց դա էլ խաբուսիկ թող չլինի։ Անընդհատ վտանգի տակ ենք զգում, անընդհատ լարվածության մեջ ապրող մարդը եւ տրավման, որ մենք բոլորս միասին ապրեցինք պատերազմից հետո եւ Արցախի գորուստից հետո, նենց չէ որ Երևանում մանես գալիս եւ տեսնում ես որ մարդիկ ուրախ զվարթ քայլում են, բայց իրականության մեջ այդ մագերեսային է, դա ներքևը եփում ենք, չէ, երում է ամեն ինչ։ Բնականաբար բևեռացման մեջ մենք էլ մոլորվում ենք, մենք էլ ենք մարդ, չէ, մենք էլ ենք զգացումներ ունենք կամ հայացքներ ունենք, շատ դժվար է, բայց այո, ցավոք սրտի չեմ ուզում վատ խոսեմ մեր գործընկերների մասին, բայց լրատվամիջոցներն ալ իրենց քաղաքականությունը շատ ակնհայտորեն ներկայացրեցին եւ չեմ ուզում մեղադրել, că իսկապես դժվար է դա ամեն ինչ արել։ Նաև հանրային մասին մեծ կտոր կա զեկույցում, որ հանրայինը հեռարձակողի, որ հանրայինը կողմ էր պահում ընտրությունների ժամանակ եւ իշխանությունները միշտ չի եղել, բայց եղան։ Ավելի շատ է դե վատ է որ այդպես է եղել։ Չէ, բայց բան չեմ ասել, բայց միշտ է դες եղել, չէ։ Եթե բացենք զեկույցները, երևի բոլոր զեկույցներում այդ տողերը կգտնենք այդ պետի մասը։ Հա, հանրայինը պետք չէ կողմբռնել, բոլորին հավասար պետք է լուսապաներ, ոչ թե որ երբ որ վարչապետը գնում էր շրջաններ եւ, չգիտեմ, միան դրանց մասին լուսապանել կամ մյուսներին ավելի քիչ մասով լուսապանել։ Ուղղակի արդյունքում ուղղորդված էր դա։ Չգիտենք, չէ։ Ուղղակի արդյունքում երբ ասում ենք ձայն տալ, այդ ձայնը ոնց որ աղավաղվում է, մենք ստացվում ենք աղավաղված պատկեր ձայների եւ երբ որ մեդիան ամբողջությամբ չի կարողանում էլի տեղ հասնել եւ տեղ հասցնել մեսիջները, դա խնդիր է։ Դա հա, իհարկե։ Չէ, մենք բոլորս շատ աշխատեցանք, բոլորս քիշերը չենք քնել եւ այլն, դա ամեն ինչ եղավ, բայց իրականության մեջ կարողացանք լուսապանել ճիշտ ձևով որ հասարակությունը կարողանա որոշում կայացնի եւ ոչ թե գնա այդ պահին սկացմունքների վրա, վախի վրա հիմնված որոշումներ կայացնի։ Դե վախի հետ կապված նաեւ ահավոր էր այս անգամ, ահավոր, ես sense չեմ տեսել, ես 2001-ից Հայաստանում եմ եւ լուսապանել եմ բոլոր ընտրությունները, բայց այս անգամ այդ վախի Այդ 300,000 ադրբեջանցի բերելու բահը, այդ վիդեոները արհեստական բանականությամբ, որ չէ, AI-ով էին հիմնական։ Իմաստը ուզում եմ հասկանամ։ Իրականում ես նայում եի 21 թվականի ընտրաշավը, 21 թվականն էլ նույն խոսույթով վիդեոներ կային։ Այո, կային, բայց ոչ ասես։ Շուտով մենք կլինենք Ադրբեջանի մաս եւ մարդկանց այդ վախացնելու պատմությունը այդ իմաստով կրկնվեց, ուղղակի ԱԲ-ի կատարմամբ շատ դեպքերում ու ես մարդկանց էի հավատում, որ տեսնում որ կներեք, որ մեկը ինչքան էլ որ հերքվեր, խոսվեր, մեկը հավատում է։ Դարձել է դավադրության տեսության։ Այո։ Եվ հիմա օրինակ որ արդյունքները ունենք, մարդիկ ասում են դե Ալիևը եւ Էրդողանը հաղթեցին։ Ժողովուրդ ջան, մի թերակնահատեք ընդրողին, քվեարկողին, մեր ժողովրդին, իրենք այս որոշումը կայացրեցին եւ իրականության մեջ ժողովրդավարական հիմունքներով ազատ արդար ընտրություններ էին, ինչ ուզում եք ասենք, այո, կային խախտումներ, բայց հիմա ներկայացնում են, որ ինչպես էին ասում անգլերեն brutal repression, չգիտեմ, սարսափելի ռեպրեսիայով է անցկացվում։ Գնանք փողոցում հարցնենք մարդկանց ռեպրեսիայի մեջ էին ապրել կամ ոչ։ Մի քիչ ուշ պիտի լինենք մեր օգտագործած բարերը եւ այո, հասկանում եմ, որ ամեն մարդ քաղաքական նպատակ է հետապնդում եւ այլն, բայց ի վերջո այս երկիրը մեր բոլորի երկիրն է։ Եթե մենք բոլորս ես հավատում եմ, որ ամեն մարդ սիրում է Հայաստանը եւ ուզում է, որ լավը լինի երկիրը եւ որոշ վախեր ունի, որոշ մտահոգություններ ունի, բնականաբար բոլորս ունենք։
Բայց եթե ես որոշել եմ այս ճանապարհով գնալ եւ դու որոշել ես այն ճանապարհով գնալ, վերջում մեր բոլորի նպատակը նույնն է, չէ՞, որ ունենանք գայուն, ապահով, անվտանգ, փառքավաճ երկիր, չէ՞, որ լավ ապրենք, որ մեր երեխեքը լավ ապրեն, ինչու պետք ունենք այս ծառայությունների գնալ ում համար։ Քանի որ բևեռացված է եւ ընդհանրապես խոսք ասելը դժվար է դառնում, հիմա օրինակ կարող է մարդ լինի, հիմա լսի ձեր ասածը, Մարիան ջան, քո ասածը լսի եւ ասի դու այդ խոսքով կողմ ես պահում։ Շատ տարածում ես, ասենք իշխանության խոսքը օրինակ եմ ասում։ Այո, սպասելի արձագանք եմ ասում ձեզ։ Չգիտեմ, թող ասեն։ Հիմա բայց ես իրականությունն եմ։ Իքոնը իմ տեսած, իմ տեսանկյունից իրականությունը սա է։ 300,000 ադրբեջանցի պիտի կա Հայաստան։ Այսօր Ղարաբաղում չեն կարողանում ադրբեջանցիները դանել նստացնել։ Հիմա պիտի բերեն Հայաստան 300,000, այդ 300,000 ադրբեջանցին պիտի կան Հայաստանի քաղաքացի լինեն։ Հայաստանի օրենքներու ներքո ապրեն։ Եթե պատերազմ լինի Ադրբեջանի դեմ, պիտի գրվեն Հայաստանի կողմից կամ Ադրբեջանի կողմից, մենք հարցեր տանք, հերիք է հիստերիկ լինենք։ Հիստերիկ ենք։ Վտանգ կա, 1,000,000% համաձայն եմ։ Հայաստանը անվտանգ երկիր չի այս պահին։ Չէ, բայց ինչպես պիտի երաշխավորես ապահովություն, երբ որ մարդկանց անընդհատ վախի մեջ ես պահում։ Որ ինչ։ Քաղաքական դիվիդենդի համար։ Նաև զեկույցում կա այդ մասին, բայց ես մոտ 2 շաբաթ առաջ մենք մի քննարկման էինք համատեղ։ Մյուս կողմից ներողություն, մյուս կողմից ուրիշ բան ասեմ, երբ որ վարչապետը ասում է, եթե ես չնդրվեմ, պատերազմ է լինելու, նույնքան վատ է, բայց ուղղակի ես ինչ որ դարազվում էր սոցիալական ցանցերում 300 ադրբեջանցի հետ կապված անծայրածիր բան էր, անհավատալի էր այդքան։ Մեծ ռեսուրսեր դրված դրա տակ, շատ։ Հսկայական ռեսուրս դրված էր, չէ՞, մարդիկ սկսան հավատալ, բայց բոլոր կուսակցությունները, բոլոր ղեկավարները նույն խաղերը խաղցան։ Մարդկանց վախեցնել, մոլորության մեջ գցել եւ քաոս կամ հուսահատություն տարածել, այդպես էր ստացվում։ Եվ դա ոնց որ այդ որ բոլորը որ գրվում էր եւ քննադատվում էր կամ ասում էր այդպեսի բան, այդ հիբրիդային պատերազմի հետևանքներն են կամ արտաքին միջամտության հարցը ինչպես կգնահատեք։ Դե բնականաբար որ կար արտաքին միջամտություն, հիմա նայած ոնց ինչ նկատում եմ ինֆորմացիոն արտաքին միջամտություն։ Հա, կային, որ չգիտեմ, ամեն անգամ որ սուտ լուրեր էին տարածվում, նույն ինչեր էին ասում, որ քանի հատ մզգիթ պիտի կառուցվի Հայաստանում եւ դեղական լրատվականները արին այդ լուրերը եւ տարածեցին առանց ստուգելու, չէ, առանց ստուգելու։ Հետո մի հատ բան որում թուրքական ծագմամբ այո, հետո բան որ իբր Թրամփը զանգել է Փաշինյանին եւ ասել ծեր օթային տարածքը պիտի օգտագործենք, Ամերիկայից ընկերներ ունիմ զանգեցին, վայ, այս ինչ լուր էսի, որ ժողովուրդ ջան, միած ստուգել եք այս լուրը որտեղից է, ինչ է, բայց բնականաբար հասարակ մարդը իր կորձառույթը չէ, որ ամեն ինչ ստուգի, բայց ամեն ինչ մի հավատացեք նայ։ 2-3 շաբաթ առաջ մենք մի քննարկման էինք եւ մեր ֆրանսիացի գործընկերը ասաց այո կա ապատեգատվություն, կան հոսքեր, բայց ինքը ասաց, որ ինքը կարծում է, որ իրականում մարդու քվեարկության վրա դա չի ազդում։ Ինչ եք կարծում դուք այդ մասին։ Կարող է չի ազդում հենց քվեարկության վրա, բայց իր վարքագծի վրա կարող է ազդի։ Չէ, միշտ ասենց մտքից յետևը ինչ որ վախ կա, բան, այդ չգիտեմ, եթե ես այդ մասնակետը չեմ Կեղամ ջան, որ ասեմ, որ հա, բայց բարձ խոսակցություններ, շփումներ, որ ունենում ենք, մարդիկ իսկ կամ օֆիսում երեխեքը գալիս են ասում են, ես դատիկս լսել է, որ սենցա լինելու մտահոգություն կա եւ այլն, հավատում են, չէ՞։ Հիմա երիտասարդը կամ մենք գիտենք ոնց պետք է ստուգենք այդ լուրերը եւ այլն, բայց ընդհանուր դահաճ մթնոլորտ է ստեղծում եւ այդ փևերացումը ավելի խորացնում է։ Չգիտեմ, որ երրորդ ընտրությունն է լուսաբանում Մարիա ջան Հայաստանում, եթե ընդհանուր ժամանակի մեջ նայես, ինչ փոփոխություններ կան։ Ես գիտես երեք մենք էլ հարցազրույց էինք կազմակերպել Livian Report-ում եւ ասեցի, որ ինձ համար ուրախալի էր հետեւյալը, որ մարդ կարող էր նախ որ այդքան մոտ 60%-ը մեր բնակչության գնաց քվեարկության, այդ շատ լավ ցուցանիշ է, որ ընդրությունները աս երրորդ ընդրությունն է, որ
կարող ենք ասել ազատ եւ արդար էր, այո կային խախտումներ, նորից եմ ասում, ինչպես որ մի քիչ առաջ ասեցի, իհարկե կար խախտումներ, բայց անհամեմատելի լավ է, քան ասենք 2017-ից առաջ ինչ որ տեսնում ենք։ Ուրախ եմ, որ քաղաքացիական պայմանագիրը չունեցավ բացարձակ մեծամասնություն։ Դրա համար ուրախ եմ, քանի որ մենք անցանք խորհրդարանական համագարկ, հա, արդեն այս երրորդ բանն է իրենց, չէ, հիմա դեռ բարձ չէ Փառքավաճ Հայաստանը կստանա կամ չստանար 3-5-րդ կստանա ԿԲ-ն կամ ոչ, բայց ուրախ եմ, որ իրենք ստիպված պիտի լինեն խորհրդարանում ավելի կարողանան ստիպված լինեն քննարկել եւ որոշումներ կայացնելու միասին։ Հույսով եմ, որ ընդդիմությունը մանդատները կվերցնի, հույսով եմ, որ ընդդիմությունը որ գնա խորհրդարան ոչ թե միայն ամբիոնից փողոք է, բայց նաեւ քաղաքականություն փորձ է մշակել, երբ որ անհամաձայն է, թող անհամաձայն լինի, երբ որ համաձայն են, թող միասին աշխատեն։ Ի վերջո մեր երկրի համար ենք։ Ես չեմ հասկանում այս սուր լարվածությունը իրար նկատմամբ, իրար թուրք կոչել, իրար դավաճան կոչել, այս ամեն ինչը պետք է վերանա այլևս մեր հանրային քննարկումից եւ հույսով եմ, որ հիմա մի քիչ երկար եմ պատասխանում, հույսով եմ, որ խորհրդարանի պատգամավորները, ուժերը, քաղաքական ուժերը ցույց կտան մեր հասարակության, որ իրենք կարող են հասուն քաղաքական գործիչներ լինեն եւ փորձեն օրենքներ մշակել, օրենքներ ներկայացնել, որ պիտի բոլորիս համար բարելավե մեր կյանքը եւ ապահովե մեր երկրի անվտանգությունը։ Ես դա երևի երազս է, որ դից լինի, բայց ինձ թվում է, որ մենք հավելյալ առաջ խաղացում ունեցանք ժողովրդավարական ընտրությունների տեսակետ, որտեղ իրար վիրավորող խոսքի հեշտ բանն է, ատելության խոսքի նմանվող խոսույթների ատելության խոսքի տարածման համար նույնպես եւ միջազգային դիտորդներն են ասում ότι կապացկա, բայց երևի այդ փոփոխության համար առաջին հերթին պետք է իշխանությունից պահանջենք, որ հենց իրենք իրենց օրինակով սկսեն։ Բնականաբար, իրենք են ղեկավարում երկիրը, չէ՞։ Այսինքն վարչապետը գիտես, այդ գիշերվա 2-ին, երբ որ ելավ եւ հրճակեց, որ ինքը ընտրությունները շահել են եւ իր այդ խոսքերը, ագրեսիան անդանելի էր ինձի համար, այսինքն եթե ուզում ես հրճակել, որ շահել ես ընտրությունները, օքեյ, բայց շատ ագրեսիվ արտահայտությունները մտահոգեցուցիչ են, հետո մարդիկ մտածում են, որ սա նորմալ է, երբ որ երկրի վարչապետը այդ պարամետրն է օգտագործում, այդ ֆիզիկական ագրեսիան է ցույց տալիս, այդ նորմալ չի։ Բացարձակապես նորմալ չի։ Հույսով իրենք պիտի lead by example, չէ՞, ղեկավարում ես քո օրինակով։ Դուք օրինակ պետք է լինեք այսօր։ Եվ իշխող կուսակցությունը, եւ ընդդիմությունը պիտի օրինակ լինեն։ Դե իհարկե։ Երբ որ վեր են գնում իրար, դից բարեր են ասում, շշմած եմ, իսկապես ադելության խոսք հետո Facebook-ը Սարսափելի, մարդիկ ասում են, ով որ ԿԲ-ին քվեարկել է դուրս թող քայ իմ ընկերներից ցանց, հետո մյուսները որ դուք ռուսի չգիտեմ ինչ եք, լավ ժողովուրդ չի կարելի։ Մի փոքր երկիր մնացել է մեր ցերկը, եկեք բան անենք իրար։ Ոչ թե սիրենք, հա, օքեյ, մի սիրեք իրար, բայց կոնե քաղաքական հասուն, քաղաքական կորձիչի վայել արտահայտություններ ունեցեք։ Խոսում ենք բևեռացությունից, հիմա ենք շարունակում նաև աշխատանքից լրատվամիջոցների, մենք ասացինք, որ գուցե ինչ-որ դեպքերում ձախողել ենք աշխատանքը, բայց երևի չենք կարող չնշել մինչև մեկ տասնյակ հասնող որակյալ լրատվամիջոցների աշխատանքը, եւ փաստերի ստուգումը շատ հավես է, այո, վրա աշխատանքներ, մեր այդ գործընկերական համայնքը կարծում եմ արեց մաքսիմալը եւ օր ու գիշեր, որպեսզի մարդկանց օգնի ընտրություն կատարելու տվյալների վրա հիմնվել։ Հարցը ինձ համար է, նա որ այո, շատ լավ, in fact newsroom-ը որ ունեիք եւ FIP-ը եւ Civil Check-ը եւ Factor-ը, բոլորը որ աշխատեցան այդ ուղղությամբ ներողություն իհարկե Infocom-ը, Armpop-ը, չէ, բոլորդ միասին աշխատում էիք, շատ լավ էր։ Հիմա մտահոգությունս է նա որ դեղ հասավ արդյոք կամ ոչ։
քանի որ շատ անգամ կարող ես փաստերը ցույց տալ, բայց մարդու որոշումը շատ սկացական է, շատ սկզբունքային է, շատ արժեքային է, կարող է մեկ չի։ Մենք դրա մասին էլ պետք է մտածենք որպես լրագրողներ, ոչ միայն փաստերը ստուգումը շատ կարևոր է եւ հիանալի աշխատանք տարին եւ ես բոլորին որ ասում եմ, որ իսկապես շատ լավ աշխատանք տարին, բայց նաեւ պետք է մտածենք ոչ միայն փաստերի մասին, բայց նաև արժեհամագարկի հետ կապված երևի պետք է հասկանանք ինչպես պիտի աշխատենք հասարակության հետ։ Նաև խնդիրն այն է, որ որակյալ մեդիան անընդհատ իր լսարանը մեծացնելու խնդիր ունի։ Հա, պետք է աշխատի այդ ուղղությամբ եւ ոչ միշտ դա ստացվում, բայց քայլ առ քայլ իհարկե ես կարծում եմ, տեսնում եմ որ մեծանում է։ Հա, ես էլ շատ դրական միտում եմ տեսնում լրատվականների մոտ, որ իսկապես որակյալ լրատվություն են անում, այդ շատ ողջունելի է։ Ես միշտ ասում եմ, ինչքան շատ լինենք, այդքան ավելի ազդեցիկ կարող է լինի, քանի որ երբ որ սենց մեր վերնակրերը կամ մեր նյութերը սենց հիստերիայի վրա հիմնված չեն, չէ՞, փորձում ենք շատ հավասարակշռված փաստերի վրա խոսալ, դե մարդիկ սիրում են ինտրիգ եւ այլն, բայց եթե մեր քանակը շատանա, ինձ թվում է շատ ավելի առողջ հանրային քննարկում կարող ենք ձևավորել։ Շնորհակալություն զրույցի համար։ Մերսի։